Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ձերբակալությունների կատաղի ալիք ընտրությունից 2 օր առաջ, ինչի համար են ձերբակալում ընդդիմադիր գործիչներին։ Բռնաճնշում և վենդետա, ինչ գնահատական է տալիս քաղաքական դաշտը տեղի ունեցողին։ Թեժ մթնոլորտ, բղավոցներ, մեղադրանքներ, տեղի է ունեցել քաղաքական ուժերի վերջին բանավեճը։ Վաղ առավոտից զանգվածային ձերբակալություններ ու խուզարկություններ են Երևանում։ Ըստ Ռադար Արմենիայի ձերբակալվել է Գագիկ Բեկլարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով կայացրել են 7 անձի ձերբակալման որոշում։ Ըստ ՔԿ-ի խոսքը շուրջ 200 միլիոն դրամ արժողությամբ գույքի վերաբերյալ քրեական գործի մասին է։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղի ունեցողը կապում է քաղաքական գործընթացների հետ, պնդելով, որ իշխանությունը փորձում է սահմանափակել հանրապետական կուսակցության ակտիվությունն ու ազդեցությունը։ Աբրահամյանի կարծիքով առաջիկայում հնարավոր են նաև նոր ձերբակալություններ։ Ձերբակալություններին արձագանքել է նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա գնահատմամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացված գործողությունները քաղաքական շարժառիթ ունեն։ Իմ գործընկերոջ հետ զրույցում Մամիջանյանը հայտարարել է, որ բոլոր վերջին ձերբակալությունների հիմքում իշխանության քաղաքական հաշվարկներն են։ Ակնհայտ էր, որ հաշվի առնելով նաև Արմեն Աշոտյանի ակտիվությունը, երեկ իր եւ Էդվարդ Շարմազանովի լայվը հերթական ջղաձգումների դրսևորումն է, բոլոր այն մարդկանց համար, որոնք քննարկում են, թե ինչպես Փաշինյանը կկազմակերպի ընտրությունները արդեն կեղծվում են։ Եթե հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին այս կամ այն կերպ փորձում են ազատությունից զրկել, խոչընդոտել, ինչի մասին կարող ենք խոսել, իսկ Աշոտյանը Արմենի պարագայում սա արդեն անձնական վենդետա է, հանրապետականի փոխնախագահ անց է կացրել գրեթե 2 տարի եւ անազատության մեջ, եւ տնային կալանքով, եւ ծանր սահմանափակումների տակ, բնականաբար դա չէր կարող կոտրել Արմեն Աշոտյանին, ինքը շարունակում էր իր ակտիվ գործունեությունը, ընդհուպ մինչեւ 3-4 գիշերվա իր եւ Շարմազանովի լայվի ընթացքում Պարզ է, որ այս ռեակցիան պիտի լինի Փաշինյանի մոտ, ուրիշ բան չկա։ Իսկ Արմեն Սահակյանի կալանավորումը ինչ մեղադրանք է առաջադրվել, սպասելի էր թե ոչ, եւ այս տարիների ընթացքում դուք էլ նշեցիք, որ հաճախ ժամանակ առ ժամանակ նոր քրեական գործեր, նոր ձերբակալություններ ու կալանավորումներ, բայց կարծեք որևէ մեղադրանք չի ապացուցվել, հա։ Բոլոր այլախոհների նկատմամբ ներառյալ Արմեն Սահակյանին էլի հանրապետականներ կան այս օրերին որոնց քաշքշում են, ձերբակալում եւ այլն, բոլորի դրդապատճառը նույնն է Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա, անդադար այդ գործերը, նրանք, որոնք շատ շուտ են սկսել եւ հասնում են դատարան, քանդվում են տարբեր փուլերում, ել չեմ ասում, որ գործերի 90%-ի պարագայում մենք խոսում ենք նախադատական փուլում մարդկանց ազատությունից զրկելուց, այսինքն խափանման միջոցով որպես պատիժ կիրառելուց ու դա բոլոր միջազգային զեկույցներում առկա է։ Իսկ պարոն Աշոտյանի պարագայում եւս մեկ անգամ ասեմ, որ ԵԺԿ-ի հայտարարություն, բանաձև կա ընդհանուր Հայաստանի քաղաքապետարների եւ մասնավորապես անվանական նշելով Արմեն Աշոտյանին։ Այդ այն կառույցն, որը Եվրոպայում իշխանությունն է, երկրների մեծամասնությունում եւ Եվրոպական խորհրդարանում մեծամասնություն է կազմում եւ որը ձգտում է Փաշինյանի իրակուսակցությամբ անդամակցել ամեն ինչ անում է դրա համար, այսինքն ինքը ուզում է անդամակցի մի կառույց, որը ճանաչում է, որ Հայաստանում կան քաղաքապետարներ, որը ճանաչում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքապետար է։ ABC մեդիայի տեղեկություններով ձերբակալման որոշումներ են կայացրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ կրթական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ։ Նրանց թվում են նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին Արտյոմ Խաչատրյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հարություն Թադևոսյանը։ Իսկ թե այսօր իրականացված գործողությունների շրջանակում ովքեր են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, տեսանյութում։
Վաղ առավոտյան Հանրապետությունում զանգվածային ձերբակալություններ են։ ABC մեդիայի տեղեկություններով քննչական կոմիտեն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գացպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի եւ Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։ Վաղ առավոտյան արդեն իսկ ձերբակալվել են ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ու Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Վերջինիս արդեն կալանավորել են 2 ամսով։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի շուրջ 200 միլիոն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Բացի այդ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել ԲՀԿ-ի 3 падգամավորի թեկնածուի Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի եւ Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդությունը գլխավոր դատախազություններ ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով ABC մեդիային տեղեկացրին հանձնաժողովից։ Գրեթե նույն ժամանակահատվածում փաստաբան Հովանես Խուդոյանը մեզ հայտնեց, որ զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել նաև Հայաստան դաշինքի գրասենյակներում։ Ինչպես հասկացաք, ընտրությունից ընդամենը ժամեր առաջ քաղաքական դաշտում լարվածությունը զգալիորեն աճել է։ Օրակարգում արդեն ոչ թե կուսակցությունների ծրագրերն ու խոստումներն են, այլ իրավապահների գործողություններն ու քրեական գործերը։ Ինչ է կատարվում ընտրությունից առաջ Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Խուզարկություններ, ձերբակալություններ, հրապարակված ձայնագրություններ, իրավապահները կրկին այցելել են քաղաքական ուժերի գրասենյակներ։ Ընտրությունից ընդամենը օրեր առաջ Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին լցվել է ոչ թե ծրագրերի, տնտեսական առաջարկների կամ արտաքին քաղաքական բանավեճերի, այլ քրեական գործերի ու իրավապահ գործողությունների մասին լուրերով։ Ինչպես է նույն օրը հրապարակված ուրեմն քարոզչական նյութակառուցության կոմիտեի կողմից հաջորդ օրը կամ նույն օրը տեղափոխվում քաղաքական քարոզչության տիրույթ։ Ինչպես են նույն արտահայտություններով իշխանության հիմնական բարձրախոսները այդ խոսույթը օգտագործելով վարկաբեկելու քաղաքական ուժերին կամ որոշակի սեպ խլելու առանձին ուժերի միջև։ Այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել Հոյդա Գյումրու գրասենյակում։ Մինչ այդ հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում հիշատակվում էին ԲՀԿ-ն ու ուժեղ Հայաստանը։ Ընդդիմադիր ուժերը տեղի ունեցողը որակում են որպես քաղաքական ճնշում, իշխանությունը իրավական գործընթաց։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման եւ կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է, որ ինքը համակրել է այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխել է, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Սակայն քաղաքական պայքարում երբեմն ոչ պակաս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է կատարվում, այլև երբ է կատարվում։ Երբ իրավապահ գործողությունները համընկնում են ընտրական ամենաթեժ շրջանի հետ, անխուսափելիորեն առաջանում են հարցեր. ինչու հենց հիմա, ինչու հենց այս փուլում եւ ինչպես է դա ազդում ընտրական գործընթացի վրա։ Ընդդիմությունը համոզված է նպատակը քաղաքական մրցակիցներին թուլացնելն է։ Նրանց կարծիքով ընտրությունից առաջ ուժերին ստիպում են զբաղվել ոչ թե քարոզչությամբ, այլ պաշտպանությամբ, հայտարարություններով ու արդարացումներով։ Տեսնում է պարտությունը եւ պարտությունը դեմքով, ցենց առարկայական տեսնում է այս ուժերի մեջ։ Դրա համար փորձում է ամենայլանդակ մեթոդներով հարվածել, հարձակվել, վիրավորական արտահայտություններ անել, իրավապահ մարմիններին ուղարկել, քսի տալ այս ուժերի վրա եւ այսպես շարունակ։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները պետք է լինեն ոչ միայն ազատ, այլև ազատ ընկալվեն հասարակության կողմից։ Իսկ երբ նախընտրական շրջանը սկսում է հիշեցնել քրեական լրահոս, ընտրողների մի մասի մոտ անխուսափելիորեն հարց է առաջանում։ Սա բացառապես իրավական գործընթաց է, թե քաղաքական պայքարի նոր մեթոդ։ Իշխանությունների, նրան սպասարկող ուժայինների ու քարոզչամեքենայի հիստերիան տիեզերական խելագարության է հասել։ Սարսափի մթնոլորտով, ստալինյան ռեպրեսիաներով, խուժանին ժողովրդի դեմ հանելով, փողոցային ծեծուջարդ կազմակերպելով։ 3 անգամ նույն փաստաթուղթը ստորագրելով, օդակայանից մարդ գողանալով, բանտերում ընդդիմադիրներ լցնելով, ընդդիմադիրներին կյանքի ձրկելով, լափելը կուլ դարձնելով, քաղաքացիական խռովություն հրահրելով, վարչական ռեսուրսը ճորտացնելով։
Թուրքիայից ու Ադրբեջանից աջակցություն մուրալով չես պահի իշխանություն։ Ոտքի տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել, ժողովուրդն ունի պատվախտրություն, ժողովուրդն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել եւ ոչ արևմտյան Ադրբեջանում։ Գնա, որ երկիրը մնա։ Ընդդիմադիրները հիշեցնում են միջազգային կազմակերպությունները տարիներ շարունակ ընդգծել են, որ ընտրական գործընթացի ընթացքում կարևոր է ոչ միայն ընտրության օրը, այլ նաև ամբողջ նախընտրական միջավայրը։ Մրցակցային դաշտը, քաղաքական ազատությունները, ճնշումների բացակայությունը եւ հավասար հնարավորությունները։ Հենց այդ պատճառով նախընտրական շրջանում ցանկացած իրավապահ գործողություն սովորաբար ստանում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գնահատական։ Դա ոհմակային մոտեցում է, նորմալ է։ Պետք է ընդամենը արձանագրել, որ իշխանությունը սա անում է, որպեսզի փորձի մարդկանց մոտ առաջացնի զգացողություն, թե մենք անպարտելի ենք, այսինքն իշխանությունը անպարտելի է, բայց դա այդպես չէ, եւ իշխանությունը քանի այդպիսի վարկագիծ է դրսևորում, այնքան զզվանք ու նողկանք է առաջացնում հենց իր հանդեպ։ Հիմա որ հասարակության հարցում կատարեք, դուք տեսնեք, որ ոնց են արդեն զզվում ողջամիտ մարդկանցից շատ-շատերը, ոնց են զզվում իրենց այդ պահվածքից։ Միաժամանակ իշխանությունը զբաղվում է ընդդիմադիր գլխավոր ուժերի առաջնորդների ունեցվածքի այսպես կոչված պետականացմամբ։ Քարոզարշավի ընթացքում բացի ձերբակալություններից ու քրեական հետապնդումներից իշխող ուժը սպառնում է մի շարք քաղաքական գործիչներից վերցնել իրենց սեփականությունը։ Ամենաթարմ օրինակը Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն ու առանձնատունն են։ Փաշինյանը հայտարարել է վերցնելու է Ծառուկյանի սեփականությունները, ինչպես վերցրել է Սամվել Կարապետյանին պատկանող հեծը։ Այս գործընթացներն ըստ ընդդիմադիրների ճնշման փորձեր են, որոնք չեն հաջողելու։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակում, ընդդիմությունը խոսում է քաղաքական ճնշումների մասին, իսկ վերջնական պատասխանը, թե այս օրերի իրադարձություններն ինչպես կգնահատվեն, ամենայն հավանականությամբ կտա ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ ընտրողը Քվյատուփի մոտ։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քարոզարշավի ավարտին հաշված ժամեր են մնացել, իսկ քաղաքական պայքարը հասել է իր ամենաթեժ փուլին։ Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանն ընտրում է հեռուստաբանավեճի երրորդ և վերջին հանդիպումը, որը տևել է ավելի քան 4 ժամ։ Բանավեճին մասնակցել են ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները, բացառությամբ Հայաստան դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Բանավեճի ամենաքննարկվող թեմաներից մեկը ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ հնչած հայտարարություններն էր։ Փաշինյանը կրկին անդրադարձել է նրա գործունեությանը, հայտարարելով, որ Սամվել Կարապետյանը չի կարողանա լքել Հայաստանը, ակնարկելով հնարավոր իրավական գործընթացների մասին։ Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով, դուք կարող եք դիմել ԿՀ, որովհետև երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն, դուք ինչի չեք դիմում ԿՀ, պարոն Սիմոնյան, դուք ինչի չեք, որովհետև դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է, դուք, պարոն Սարգսյան, ինչի չեք դիմում դուք, եւ դուք որ ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ Պարոն Սիմոնյան, դա ԿՀ-ն է լուծում, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել, ես ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր արած լինենք, դուք բոլորդ ասելու եք, վախեցաք ընտրությունները պարտվել, ձեր մրցակիցներ, ոչ նրանք լինելու են դաշտում։ Սպառնալիքին արձագանքել է ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, քննադատելով գործող իշխանության գործելավոճը և դատաիրավական համակարգում տիրող վիճակը։ Լևոն Զուրաբյանի կարծիքով գործող քաղաքական թիմը արդարադատությունը սեփական քաղաքական նպատակներին է ծառայեցնում։ Հարցնեմ Նիկոլ Փաշինյանից, ինքը ինչ գիտի, որ Իջացնեմ ձայն կտակ։ Սամվել Կարապետ, լսում եք։ Ինքը ինչ գիտի, որ Սամվել Կարապետյանը չի հեռանալու երկրից։ Այսինքն ինքը արդեն այդ որոշումը կայացրել է, արդեն այդ քննիչը այդ որոշումը ընդունել է։ Այս հարցը ինձ ինչ է հուզում, որովհետև դուք եկել եք իշխանության որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք մացոների իշխանություն։ Այսօր մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պիտի անցումային արդարադատություն կայացնեք, բայց դուք ամենավատ
հատկանիշները հին ռեժիմների վերականգնեցիք եւ հիմա իրականացնում եք կամայական դատավարություններ։ Բանավեճի ընթացքում ներքաղաքական թեմաներից զատ քննարկվեցին նաև անվտանգությանը եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը քննադատել է իշխանության դիրքորոշումը հապկի եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին մասնավորապես հարցրել է. Նշանակում հապկի սառեցում։ Սառնարան ենք դրե սառելա, ինչ ա եղել, դուրս եկեք հապկից, չի աշխատում, դուրս եկեք։ Կա երաշխավոր։ Եկեք երաշխավոր ունենանք դուրս եկեք։ Դրել ենք սառնարը սառելա արդեն։ Ոչ, ձեր հորիակբարը չեն որոշում։ Մենք երբ կորոշենք ու դուրս կգա։ Լսեք, երաշխավորություն եք բերում մեր երկրին։ Ով է մեր ու Թուրքի մեջ երաշխավորը։ Ով է մեր ու Ալիևի մեջ երաշխավորը։ Պետությունն է երաշխավորը, ժողովուրդը Պարոն Կարապետյան, հիմա լսեք, պարոն Կարապետյան։ Երաշխավոր չեղավ Լեռնային պարոն Կարապետյան, հարցը տվել եք, հիմա լսեք։ Ուրեմն պետք է լինի դուրս կգանք։ Ես ասել եմ մենք հետ չենք գնալու, մենք կորոշենք։ Բանի օտարերկա գործակալները չեն որոշելու, մենք երբ դուրս գանք ու ինչ անենք։ Իսկ Նորուժ կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը որոշել էր չսպասել բանավեճի ավարտին։ Երևանի նախկին քաղաքապետը լքել է հեռուստաեթերը, հայտարարելով, որ նման ձևաչափը չի նպաստում բովանդակային քննարկմանը։ Նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է առանձին դեմ առ դեմ բանավեճի։ Անցած երկու դեպատները ցույց տվեցին, որ այս ֆորմատը էֆեկտիվ չէ եւ այն ի վերջո վերածվում է բենեֆիսի բալագանի էլեմենտներով։ Այնինչ ես համոզված եմ, որ այստեղ յուրաքանչյուր իրական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ տետատետ բանավեճի ժամանակ վստահաբար կարող է, ինչպես ասեց Արթուր Օսիպյանը իր խոսքով, բմբլան անել իշխանության ներկայացուցիչներին։ Այնպես որ պարոն Փաշինյան, բարերեկո, հրավիրում ձեզ տետատետ բանավեճի, կարող է լինել վաղը, ձեր ուզած ժամին, ձեր ուզած վայրում, օրինակ Պետրոսի հետ հացազրույց ունեք, դրա տեղը կարող ենք բանավիճել, այնպես որ կսպասեմ ձեր պատասխանին։ Իսկ մինչ քաղաքական ուժերի մեծ մասը բանավիճում էին հեռուստաեթերում, Հայաստան դաշինքն ու Բարգավաճ Հայաստանը նախընտրել էին անմիջական շփում քաղաքացիների հետ։ Բարգավաճ Հայաստանը Հանրապետության հրապարակում էր, իսկ Հայաստան դաշինքը Գեղարքունիքի մարզում։ Մինչ հանրահավաքը քայլերթի ժամանակ Ծառուկյանը նշել էր, թե ինչու չի մասնակցելու հեռուստաբանավեճին։ Հիմա իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նա ես կարայի չգայի։ Այս ժողովրդին չէր անելու առանց իրենց ղեկավարի։ Միլիոնավոր մարդիկ հիմա հեռուստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս-մաս միանալով գնալու են, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի։ Իսկ Հանրապետության հրապարակում անցկացված ամփոփիչ հանրահավաքի իր ելույթում Գագիկ Ծառուկյանը հիմնականում անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ծառուկյանի խոսքով խաղաղության մասին հայտարարությունները հիմնավորված չեն, քանի որ որևէ ստորագրված համաձայնագիր դեռ գոյություն չունի։ Խաղաղությունը խոսքով չի, դա պայմանավորվածություն է, խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայության ցույց տա, Ալիևը պահանջներ է դրել, որ հերթականությամբ այդ պահանջները պետք է կատարվեն, շպատարվելու դեպքում պատերազմա լինելու, պետք է հանձնեն, պետք է տան, Արևմտյան Ադրբեջան պետք է հիմնեն, սա որ ասում են այսպիսի բաներ չկան, առաջին օրվանից հավատացել ենք, բայց սուտ են ասել, ցանկացած բան 8 տարում, ինչ որ ասել է, Ադրբեջանը Հայաստանա եւ վերջ, բայց այդպիսի բան չկա, ես նոր եմ բանակցելու սկզբից, չկա այդպիսի բան, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, չկա այդպիսի բան, մենք դղյակներ են կառուցել դպրոցներ, 8 տարում 59 դպրոց են կառուցել, որից 26-ը կառուցած է եղել, իսկ այս տարի 230 դպրոց փակում են ժողովուրդ, այսօր հիմնական խնդիրները նորից եմ ասում, պետք է մարդին խոսքի տերն լինի, 8 տարի ժողովուրդը սպասելուց հետո հիասթափվել է, այսօր 36 թվի օրենքներ են գործում, բան չխոսես, չարտահայտվես, ժողովուրդը խեղճացած, պատերի տակ կանգնած, պարտքի, վարկի տակ, ռիսկ չեն անում խոսան։ ԲՀԿ-ի հանրահավաքում հնչել է նաև Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը, որը ներկայացրել է նրա կինը, քանի որ Թևանյանը կալանավորված է։
Ես, ինչպես որ մյուս քաղբանկարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ 1 կալանավորի Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը զնդանն է նետված եւ բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել։ Բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել, ձևավորելով հայկական իշխանություն։ Հարգելի քաղաքացիներ, սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է, անկախության եւ կյանքի իրավունքի հանրաքվե։ Ձեզ խաբել են, խաբում են եւ խաբելու են, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը եւ դավաճանությունը։ Իսկ Հայաստան դաշինքն ինչպես նշել է, ընտրարշավի նախավերջին օրը Գեղարքունիքի մարզում էր։ Սևանում կայացած հանդիպման ընթացքում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատել է իշխանությանը, անդրադառնալով նաև նախկինում արած քաղաքական հայտարարություններին։ ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ Աղդամում ասել է, որ Աղդամը իր հայրենիքն է։ Հետո ասես, որ սխալվել է։ Ժորժ ջան, չի սխալվել, ինքը ճիշտ է ասել։ Աղդամը այդ մարդու հայրենիքն է եւ պետք է համախմբված ուղարկենք իրեն հայրենիքը։ Մեկ մտածում եմ, որ այս վերջի օրն է, քարոզարշավի նախավերջի օրն է, բայց վերջի հանրահավաքն է։ Մեկ մտածում եմ, ես առանց հանրահավաքներս ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ որ մի քիչ ժամանակ պետք լինելու հետ վարժվելու համար, կոնկրետ գործով զբաղվելու համար։ Հայրենիք կառուցելով, հայրենիք պաշտպանելով։ Նույն հանդիպման ընթացքում գործող իշխանությանը քննադատել է նաև դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին, արտաքին քաղաքականությանն ու ժողովրդավարական գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է. եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ժորժ ջան, սուտ ասում։ Եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է երաշխավորված պարտություն։ Այս ամբողջ ընթացքում ասում են, որ ընտրեք մեզ, որ Հայաստանում ժողովրդավարությունը անկում չունենա։ Սուտ ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։ Եվ ամեն ինչ անում է նաև հենց այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։ Այս ընթացքում մեր ժողովրդին ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի ձեզ տանի Եվրոպա։ Սուտ է ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան։ Այս օրերին ասում է, որ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ։ Եվ այն գյուղամպրանքները, որ սահմանափակված են այդ հարցերը կլուծեմ։ Սուտ է ասում, եթե ինքը մնաց իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են եւ երկիրը կանգնացնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այն որ անընդհատ ձեզ ասում է ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ ասում, ինք այս երկրի քանդողն է, այս երկրի թշնամին ու այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդենք։ Քաղաքական իրադարձություններով հագեցած օրը նշանավորվել է նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ։ Մեկ տարվա կալանքից հետո ազատ է արձակվել Սրբազան պայքարշարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Սրբազանի Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանի բակում դիմավորել են համակիրները վանկարկումներով ու գրկախառնություններով։
Լույսը հաղթելու է խավարի։ Միանշանակ։ Ջան, լավ եք։ Բարի, մոքրես։ Ապրեմ դաբանալ որ ձեզ համոզեցի։ Էլ ֆանագրամայով չենք շփվում, չէ՞, ինչպես կասեր Դավիթ Ամալյանը, ֆանագրամայով էլ չենք շփվում։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ոչ կալանքը, ոչ դրա փոփոխությունը չեն ազդել իր համոզմունքների վրա։ Նրա խոսքով այս ընթացքում ավելի է համոզվել, որ երկրում անհրաժեշտ է արդարություն եւ ճշմարտություն։ Ես ուզում եմ ճշգրտում անել, չէ, հիմա երևի դեռ չգիտեմ անկեղծորեն, հավանաբար ինչ որ հասցե դրել են, կտեսնենք ինչ հասցե, կգնանք երևի, չգիտեմ, այս պայն կորոշի, դա շատ մանր խնդիր է։ Ուրեմն ինչ է ուզում ասել։ Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպիսի։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ոչ տնային կալանք, ոչ վարչական վերահսկողություն եւ ոչ էլ այլ բան։ Մեր միջնորդության ներկայացումը դարձյալ ասում եմ, եղել է եւ դա էլ անընդունելի ինձ համար եղել, անընդունել, որովհետեւ դա վիրավորական է, բոլոր առումներով։ Միշտ ասել եք արդարացում։ Այո։ Թեպետ եղել է երկրից չբացակայելու արգելքով միջնորդություն։ Հիմա այսպիսի որոշում ենք ասել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբեր 30-ին կայացնելու։ Չեն արել։ Հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանը առաջիկա 2 ամիսները կանցկացնի տանը, որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։ Բագրատ Սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել Սրբազան պայքարի գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։ Որոշման համաձայն Սրբազանը խափանման միջոցը պետք է կրի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ հեկի 8-րդ շենքի 20-րդ բնակարանում։ Վերաքննիչ դատարանի որոշմանը զուգահեռ առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ է տվել, որ Սրբազանը հունիսի 7-ին մասնակցի ընտրությանը։ Բագրատ Սրբազան, առավոտյան ժամը 9-ին, հա, այսպես ասենք, որ ժամ։ 9-ից մինչև 3-ը նորմալ է, հարմար է, այսինքն 6 ժամ անում, եթե այսպես։ Չեմ ասում։ Եթե այստեղից չգիտեմ ով է ինչ որ ուղեկցելու են, ոնց է լինում։ Գործընթացը ոնց է լինում, ուղեկցում են, թե դուք կգնաք։ Ես պիտի գնամ։ Վստահում ենք ձեզ կգնաք կվերադառնաք։ Շատ լավ, 2 ժամ ու կես մինչև Իջևան, 2 ժամ ու կես էլ հետ գալն է։ Ժամ էլ ընդեղ, հա, 6 ժամ։ Ընտրությունն էլ Եթե այդ օրը կողմեն կպահեմ, կիրակի օրը հաց չեմ։ Լավ, ձեզ կթույլատրվի կգնաք կմասնակցեք ընտրություններին կգաք, մինչև ժամը 16:00 ինձ թվում է բավարար ժամանակ է 6-7 ժամ անում, 9-ից սկսած մինչև 16:00 7 ժամ անում, 7 ժամը ողջամիտ ժամկետ է մարզ գնալու վերադառնալու հետ։ Կարող եմ առաջարկ անել, ես կփորձեմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ, բայց իմ խնդրանքն է, որ այսպես մոտենանք հարցին։ Մինչև երեկոյացող երբ վերադարձա, արձանագրեմ, որ վերադարձա։ Բնականաբար, պրոբացիան բանա։ Ուղղակի արձանագրում ոչ թե ասենք Սպարտադի ժամը 4։ Ամենայն դեպս ձեզ թույլատրվում է դատարանի կողմից գնալ։ Լավ, շնորհակալություն։ Բագրատ Սրբազանը դատարանում նաև ներկաներին կոչ է արել մասնակցել ընտրությանը և քվեարկել հայրենատեր ուժերի օգտին։ Հունիս 7-ին Սուրբ Էջմիածնի տոնն է, մեր հոգևոր ազատագրության տոնն է, ճշմարտության և արդարության տոնն է։ Հունիս 7-ին գնացեք Սուրբ Էջմիածնին, աղոթ տարեք, շնորհավորեք իրար, գնացեք ընտրության և ընտրեք հայրենատեր բոլոր ուժերին, ասելով, որ միասին մենք կարող ենք հաղթել ու ազատագրել ու բերել ճշմարտություն ու արդարություն մեր երկրին։
իսկ դատական նիստն ավարտվել էր անսովոր ձևով։ Մեղադրյալներից Իգոր Սարգսյանը դատարանի դահլիճում սկսել էր երգել։ Մենք բռնի ուժով իշխանազավթումներ անողներ չենք, այլ խաղաղ իշխանափոխողներ։ Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայի թշնամուն պատժողներ։ Մենք խուլիգաններ չենք, այլ կարգուկանոն հաստատողներ։ Մենք օտարների, թշնամիների շահերը սպասարկողներ չենք, այլ հայության իրավունքները պաշտպանողներ։ Մենք աշտոմի զավակներ ենք Հայաստանն ու Միացյալ Նահանգները պաշտոնապես ավարտել են TRIP նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Արարատ Միրզոյանի խոսքով փաստաթուղթն արդեն ստորագրել են երկու երկրները եւ այն պատրաստ է վավերացման։ Կառավարությունում համոզված են, որ ծրագիրը կարող է նոր տնտեսական հնարավորություններ բացել Հայաստանի համար։ Հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ TRIP ծրագրի կարևորության մասին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են հակամարտությունը եւ այժմ հնարավորություն ունեն նոր տնտեսական ծրագրեր իրականացնելու։ Սակայն TRIP-ի շուրջ քննարկումները նոր չեն։ Տարբեր ձևակերպումներով այս գաղափարը քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում քննարկվել է դեռ 2 տասնամյակ առաջ։ Այս համատեքստում վերջին օրերին կրկին սկսել են շրջանառվել Նիկոլ Փաշինյանի հին հոդվածները, հարցազրույցներն ու հայտարարությունները, որոնք նա արել է դեռ լրագրող եղած տարիներին։ 2 տասնամյակ անց փոխվել են արդյոք Փաշինյանի քաղաքական պատկերացումները, թե նա շարունակում է իրագործել այն գաղափարները, որոնց մասին խոսում էր դեռ լրագրող եղած ժամանակ։ Թեմային անդրադարձել է Անիա Բաղյանը։ Կենցաղային լեզվով լրագրողական գրչով Նիկոլ Փաշինյանը 2001-ի մայիսի 23-ին գրում է. Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է։ Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք։ Սա մանկամիտ մոտեցում է։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի։ Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն։ Թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում։ Հոդվածի հետգրությունում Փաշինյանը գրել է. Միացյալ Նահանգները հանձնարարում է Մեղրին հանձնել։ Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը։ Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել, Քոչարյանը իդեմս դաշնակցության ընդդիմանում է Մեղրին հանձնելուն։ Լրագրող Փաշինյանն ասում էր, կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրի վերահսկողությունը հանձնել ուրիշին։ 2025-ին արդեն վարչապետ Փաշինյանը աջ ձեռքով ու սև գրիչով Թրամփի հետ ստորագրում է նախագիծ Մեղրիով անցնող, որի 74%-ը Միացյալ Նահանգներին է պատկանում։ 74%-ը Միացյալ Նահանգներինն է, 26%-ը Հայաստանի իրավազորությունն է։ Այստեղից ամեն ինչ արդեն պարզ է։ Ակնհայտ է, չէ՞, որ հսկիչ փաթեթը, ձայնի իրավունքը եւ դրանից բխող հետևանքները Միացյալ Նահանգներինն են։ Հայաստանը ունի խիստ սահմանափակ այդ ընդհանուր գործընթացի վրա խիստ նվազ ազդեցություն իր 26% մասնաբաժնով։ Հունիսի 4-ին այդ փաստաթղթերը նորից ստորագրեց արդեն Արարատ Միրզոյանը, նորից աջ ձեռքով ու սև գրիչով։ Լրագրող խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծրագրերը իրականություն է դարձնում վարչապետ Փաշինյանն, ասում է Ստեփան Հասանջալալյանն ու փաստերով փորձում հիմնավորել խոսքը։ Դեռևս 1999 թվականի ապրիլի 16-ին հրավիրել է մամուլի ասուլիս։ Եվ այդ ասուլիսում մասնավորապես հայտարարել է հետևյալը, որ ուրեմն Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է
այն բոլոր ղարաբաղցիները, որոնք գտնվում են Հայաստանում, փախստականներ են, Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չէ։ Սա ես գրեթե բառացի մեջ բերեցի իր խոսքերը։ Երկրորդ արձանագրումը 2001 թվականին մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը արդեն որպես հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր, ուրեմն իր ստորագրությամբ, իր իսկ ստորագրությամբ հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարել ազատագրված տարածքներին եւ հայտարարել, որ դրանք պետք է վերադարձնենք Ադրբեջանին։ Ես նորից իր բառերից մեջ բերեմ, ասում է, ես չեմ կարծում, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին, կամ որ մեր դեպքում ճիշտ է, ինչու չենք տալիս հնարավորություն չենք տալիս, որ ուրիշը տեր լինի։ Սա երկրորդ արձանագրումը։ Ստեփան Հասան Ջալալյանն արխիվից հանել է 1999 թվականի Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթի այն հոդվածը, որտեղ Փաշինյանի ասուլիսից մեջբերումներ կան։ Օրագիր թերթի խմբագրին տրվեց հետևյալ հարցադրումը. ինքն էլ Իջևանից է, ինչ տարբերություն կա Իջևանի եւ Ղարաբաղի միջև, եթե նա ապրում է Երևանում, արդյոք իրեն փախստական չի համարում։ Վերջինս հայտարարեց, որ ինքը գտնվում է Հայաստանում, հետևաբար փախստական չէ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չի կարող համարվել։ Ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են։ Փաշինյանի 1999 թվականի հրավիրած ասուլիսից 24 տարի անց արդեն վարչապետ Փաշինյանը նույն հայտարարությունը հնչեցրեց։ 86,000 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Վարչապետ Փաշինյանի առանձնահատուկ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ չի փոխվել, նշում է քաղաքագետը։ Մեր օրերում էլ Փաշինյանն Արցախից բռնի տեղահանվածներին փախածներ է կոչում եւ ոչ միայն։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Դուք ինչի է զոհերի մեջ չեք արա։ Գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արտուրոսի տանն եմ։ Սակայն Փաշինյանի ամենահիշվող կոչը սա է համարում զրուցակիցս։ Բայց Փաշինյանի կյանքում կար մի փուլ, երբ հակառակ հայտարարություններն էր անում, թե Արցախի, թե արցախցիների մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող եւ ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։ Քիչ մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեց, թե սխալվել է ու չէր ուզում նման հայտարարություններ անել։ Այս ամենը ինքը հայտարարել է իշխանության հասնելու նպատակով, խաբելով եւ մոլորեցնելով հանրությանը։ Այստեղ որևէ բարդ բան չկա։ 1999-ի, 2001-ի ու այսօրվա հայտարարությունները կողք կողքի դնելիս Ստեփան Հասան Ջալալյանը համոզվում է, Փաշինյանը չի փոխվել։ Նա հետևողականորեն կյանքի է կոչում այն պատկերացումները, որոնք արտահայտել էր դեռ լրագրող եղած ժամանակ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային լրահոսից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը դեռ պատրաստ չէ կարգավորման ներքաղաքական վիճակի պատճառով։ Կիևի իշխող շրջանակները հետաքրքրված չեն ռազմական գործողությունների իրական դադարեցմամբ, քանի որ նրանք լավ հեռանկարներ չեն ունենա իշխանությունը պահպանելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրել միայն Ուկրաինայի լեգիտիմ իշխանության հետ։ Մոսկվան կգտնի նրանց, ովքեր խաղաղություն կստորագրեն։ Ռուսաստանը դեմ է ԵՄ-ին Կիևի անդամակցությանը։ Եվրամիությունը կարող է նպաստել կարգավորմանը, համոզելով Կիևին փոխզիջման գնալ, այլ ոչ թե զենք մատակարարելով։ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ-ն վերածվում է ռազմական դաշինքի։ Իլհամ Ալիևը զգալի ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի մշակման ուղղությամբ։
Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանում դեռ չեն հասցրել ծանոթանալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակին։ Նրա խոսքով Զելենսկին նամակը հրապարակել է այն պահին, երբ Պուտինը Կրեմլում ընդունում էր Ուզբեկստանի նախագահին։ Պեսկովը նշել է, որ ինքն արդեն տեսել է հրապարակված նամակը, սակայն դրա բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Զելենսկին նամակ է գրել Պուտինին, առաջարկելով սկսել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ եւ նշանակել անձնական հանդիպում հակամարտության դադարեցումը քննարկելու համար։ Նամակում Զելենսկին առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել եւ նշել է, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները հետագայում կարող են միանալ երկկողմ ձևաչափին, որպես ապագա համաձայնագրերի հնարավոր երաշխավորներ։ Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա, ասել է Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի նամակը։ Արևմտյան էլիտաները ֆինանսավորում են Կիևին ոչ թե ուկրաինացիների հանդեպ սիրուց դրդված, այլ Ռուսաստանի հանդեպ խորատելությունից ելնելով, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ատելության համար կան բավականին պրագմատիկ պատճառներ՝ Ռուսաստանը մասերի բաժանելու եւ մեր հարստությանը տիրանալու ցանկությունը։ Եվ քանի որ դա անհնար է, արևմտյան, հատկապես եվրոպական սրիկաները անընդհատ կրճտացնում են ատամները, ասել է նա։ Ըստ Մեդվեդևի, արևմտյան էլիտաներին չի կարելի վստահել։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը դեմ է արտահայտվել Ուկրաինայի Եվրամիության անդամակցության որևէ պարզեցված ընթացակարգի։ Արևմտյան Բալկանների որոշ պետություններ Եվրամիության շեմին սպասում են ավելի քան 10 տարի, հիշեցրել է նա։ Բիթքոինի գինը տարեսկզբից նվազել է ավելի քան 30%-ով, հասնելով մինչև $61300, ինչի հետևանքով 2026 թվականը դարձել է բիթքոինի համար ամենավատ տարիներից մեկը։ Միացյալ Նահանգների ոստիկանությունը 610 մետր երկարությամբ ստորգետնյա թունել է հայտնաբերել, որով թմրանյութ հիմնականում կոկաին է տեղափոխվել Մեքսիկայից Միացյալ Նահանգներ։ Այն հայտնաբերվել է Սան Դիեգոյում խանութներից մեկի պահեստում ամիսներ տևած հետաքննության ընթացքում։ Ֆուտբոլի ազգային հավաքականներն աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են Հյուսիսային Ամերիկա, հունիսի 11-ին կայանալիք FIFA-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։ Շարունակելով ֆուտբոլի թեման, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեի խորհրդանշական կապույտ 10 համարի մարզաշապիկը, որը նա կրել է 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, հանվել է աճուրդի ավելի քան $6 միլիոն։ Բրազիլիացի ֆուտբոլիստը 17 տարեկան էր, երբ 2 գոլ խփեց Շվեդիայի դեմ խաղում, 5-2 հաշվով հաղթանակ ապահովելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար եւ օգնելով թիմին նվաճել իր առաջին աշխարհի գավաթը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, իսկ այժմ դիտեք Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի «Իրական Հայաստանն առանց ֆիլտրի» հաղորդման 3-րդ մասը։ Բարի լույս, հարգելի հետևորդներ, սիրելի ընկերներ, շարունակում ենք Իրական Հայաստան առանց ֆիլտրի մեր նախագծի շարունակությունը, հիշում եք, սկսեցինք Տեղ գյուղից, Սյունիքի մարզ, հետո եկանք Վայոց ձոր, այսօր գնում եմ Լոռու մարզ, հիշում եք գոտիավորել էի Հայաստանը, իր բոլոր խնդիրներով, անվտանգայինից սկսած մինչև սոցիալ-տնտեսական, հիմա գնում ենք սոցիալ-տնտեսականի հետևից, գնում ենք Հայաստանի ամենահրաշագեղ բնությամբ պատված տարածք Լոռու մարզ, ի տարբերություն անցած անգամվա, ինձ հետ գալիս են Genesis Armenia-ի մեր ընկերները, մարդիկ, որոնք երկար ժամանակ Հայաստանի եւ դիվանագիտական եւ տնտեսական եւ տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեն։ Հիմա ուզում եմ պարզապես ծանոթացնեմ իրենց հետ, որովհետեւ ամբողջ ճանապարհին ինձ ուղեկցելու են եւ այսօր ամբողջ օր ինձ հետ են լինելու։ Տարոն ջան, հա, մոռացա ասեմ, Տարոնը հավատարիմ օպերատորը ինձ հետ է, Վահենա Դարփինյան, Վահին բոլորը կճանաչեն եւ Սրբազան պայքարի շրջանակից եւ տարբեր վերջին մի քանի տարվա ընթացքում շատ ակտիվ հասարակական կազմակերպություն է, գործունեություն է իրականացրել։ Վահի ջան, ո՞նց է տրամադրությունը։
Մարտական, չէ, գնալու ենք շատ լավ որ անցկացնենք, բան Genesis Armenia-ից է իմ ընկերն է եւ Արսեն Գասպարյանը, որը Հայաստանի պատմության մեջ կդժվարանամ եւս 5 հոգու թվարկել մի ձերքի մատների վրա, որ այդքան մեծ գիտական եւ դիվանագիտական միտք եւ աշխատանք է մատուցել իր երկրին, որպես ծառայություն Արսենի էլի Genesis Armenia-ի ծրագրի ղեկավարն է, իմ ընկերն է, այստեղում հաստատ կճանաչեք, արդեն մեծացել է, բոյովացել է, մի քիչ հասակ է քաշել, Գևարի Գևորգը տղաս է, արդեն հասակով անցել է, ինձ հետ գալիս է, մեկ էլ Արսենի տղան է գալիս, Արսեն արի։ Արսենի տղայի անունն էլ է Արսեն։ Արսեն ջան, արի տեսնեմ, այս երկու տղերքը, որոնք դպրոցական են եւ բավական լուրջ հաջողություններ են հասել դպրոցում, մասնագիտական առարկաներում։ Հիմա գնում ենք այս տղերքի հետ, իրանց տանում ենք, որ մարզի իրանց հասակակիցների հետ շփեն, իրանց ընկերների, աղջիկների հետ շփեն, գիտելիք փոխանակեն, գիտելիք կիսեն, զրուցեն իրենց խնդիրներին հաղորդակից լինեն, չէ՞ տղերք։ Նորմալ գնանք շփենք, չէ՞, ու գիշերն էլ լավ խարույկ ենք վառում, նստենք զրուցենք իրանց հետ։ Լավ ժամանակ անցկացնենք, հետո մենք պատրաստ եք։ Լավ տրամադրություն կա, բարձր է տրամադրություն, դե գնացինք։ Անցեք մեքենաները, գնացինք։ Սա Դիլիջանի թունելով մտնելու ենք քաղաք, Գյալետովը, Լերմոնտովը այդ կողմերով, Մանազով, շատ հրաշալի բնություն է բնականաբար այդ կողմերը, բավականին սկառնանա։ Անձրևն էլ որ գալիս է, ցողերը ամբողջությամբ դրած է կանաչի վրա, այդտեղ մի բակ իջնենք այդ բույրը ոտը կառնենք, հրաշալի է բնության այդ հատվածը, բայց մեկ հատ սուրտ է ժողովուրդ Դրա համար որպես մի բան էլի, ընդհանրապես կենտրոնություններ գնանք։ Գնալ։ Արսենը նարդիով էսա տեսնենք ինչ անում։ Էս, ահա։ Էս թագուին է, չէ, էսա թագուին։ Ահա։ Լրի։ Ես էլ էս մեկն է, հա։ Հազարի ջան, սպասենք, խաղաս։ Բամի էստեղ իրան թողամ տեղ։ Դուք չեք կարողանում խաղալ։ Կարի խաղալ։ Գնացինք։ Դե լավ այս շենց գնաց։ Ձերը։ Գնացեք։ Ուրեմն լավ է, ճիշտ է։
Ես մինչև Մաքորի գնացել եմ։ Դրանից այն կողմ էլի գյուղեր կան, կարող է այդ կողմերը զրվենք գնանք, ինչպես ասում են։ Այս աստեղ մարդ կա։ Մոտենանք մեծ հարցնենք, էլի։ Իրեն։ Ես Ջենես Սարվենյա ուղեղային կենտրոնն եմ ներկայացնում։ Եկել եմ մի նախագծով, որը կոչվում է Իրական Հայաստան առանց ֆիլտրի, ներկայացնում եմ մեր երկիրը ինչպիսին որ կա։ Եկել եք տարվա ամենալավ եղանակին, ամենալավ սեզոնին։ Ահա։ Ու շատ կոլորիտային լավ բնակավայր եք եկել Ալավերդին։ Բայց ես կառաջարկեմ հյուրընկալելու համար գնանք Կաճաճկուտ, իմ ծննդավայր Կաճաճկուտ։ Կաճաճկուտ։ Ահա։ Այդ ամենավերջի գյուղն է, թե։ Հայամասային գյուղա ու կարելի ասել ամենավերջի գյուղն է։ Հա, Իրանից են կողմ այդ գյուղական բնակավայր չկա, ինքը արդեն սահմանակից այլ բնակավայրերի գյուղ։ Ես Աքորին գիտեմ վերջինը, բայց փաստորեն Աքորից վեր Աքորիով անցնում ենք, գնում ենք Կաճաճկուտը վերջի գյուղն է։ Ձեզ ինչպես դիմեմ ես։ Ես Ռոմանն եմ։ Ռոման, շատ հաճելի է Ռոման ջան, շատ շնորհակալ եմ ճիշտն ասած, բայց մենք մի 6-7 հոգով ենք, այդքան հնարավորություն կա մեզ ընդունելու։ Կա, հա։ Բայց ես հետաքրքիր օր տի անցկացնենք այստեղ, որովհետև մեր օրակարգը բավական հետաքրքիր է։ Շատ հագեցած օրակարգ, հա։ Շատ հետաքրքիր օր կանցկացնենք, իսկ սկզբում Կաճաճկուտը այդ առումով ավելի հարմար է։ Պատին 5 զավակ ունի, տենց կյանքի ապրեք շատ։ Տենց կյանքը ամեկին մի ուղղությամբ է տարել, փոքր տղան Ռուսաստանում է, մի աղջիկը Վրաստանում է ապրում, մի աղջիկը ստեղ Սանային կարան, ես այդ սեհնդից եմ։ Դուք Ալավերդի եք աշխատում փաստորեն։ Ես ապրում եմ Սանայի այս թաղամասում եմ։ Թաղամասում եք ապրում։ Բայց ծնունդով ես ապրել եմ, ծնվել եմ Կաճաճկուտում, ապրել եմ 8-րդ դասարան 8-ամյա դպրոցում։ Ահա։ 10- եմ գնացել, 8-ամյա կրթություն ստացել եմ, հետո հորեղբայրս ստեղ էր ապրում։ Հորեղբայրս ապրում էր Սանային կարանում։ Տեղափոխվել եմ իր տուն, իր տնից 2 տարի 10-ի եմ գնացել։ Հետո պապայիս համար ստեղ գործ ենք թե բարեկամներիս միջոցով ստեղ կայանն է երկաթուղու ու ինքը ստեղ աշխատանքի է անցել որպես մեքենավարի օգնական։ Բարև ձեզ։ Ու արդեն պապան գործ ուներ, ես էլ ավարտել էի, հետո պետք էր էլի քոլեջ կամ համալսարան սովորել, որոշեցինք չգնանք գյուղ։ Հա։ Մերոնք եկան։ Մենք տուն առանք, տեղափոխվեցինք ամբողջ ընտանիքով, մնացինք Սանային կարանը։ Հետո ես քոլեջը ավարտեցի Սարահարթում, հետո Երևանում ինստիտուտ ավարտեցի, այնպես մնացինք Սանային կարանց։ Ես կարող եմ պայմանականությունները մի կողմ թողնելու համար հոգնակիով չխոսենք, եզակիով խոսենք։ Ու լիահույս եմ, որ այսօր մենք կհարազատանանք եւ կկարողանանք իսկապես։ Շատ բարի։ Տարոն ինչ անենք։ Ռոմանի հետ բարձրանանք, տեսնենք ինչ վիճակ է, ինչ վիճակ չէ, տեղ խնդիրները քարտեզագրենք ու մասնակիցը դառնանք իրենց առօրյային, իրենց կենցաղին ամբողջությամբ։ Գնացինք Ռոման ջան։ Գնացինք։ Այս ճամփեքը sense միշտ փորձ ա եղել, այս բանից հետո, հա։ Ջրհեղեղից հետո sense ավելի վնասվեց, հետո ջուր ու հոսանք են քաշել ու sense մնաց։ Ну դեռ սպասում ենք էլի որ մի օր կվերականգնվի այս ճանապարհը։ Այս շատ դուժեցիք։ Շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ այս օրերին էր։ Իսկապես ողբերգական վիճակում էր էլի այս ժողովուրդը, բայց բրավո մեր ժողովրդին, որ Երևանից ու բոլոր տեղերից հասան ու Այս ջրավազան փողոցն է, ճիշտ ասած, այս փողոցը ամեն տարի, ամեն ընտրությունից առաջ, այսինքն 19 թվականին, 21-ին, 22-ին էլ տեղական ընտրությունների ժամանակ եկել են սիրուն նախագիծը արդեն արված է, շինարարը հեսա մի քանի օրից կմտնի փողոց, ընտրությունները անցել է, շինարարը տենց էլ չի մտել։ Հիմի այս գալիք ընտրություններից էլի առաջ, էլի նման խոստումներով անցնում են թաղամասերով, գյուղերով, որ շինարարը շաբաթներ անց կմտնի արդեն կսկսի իր շինարարությունը։ Ու ունենք էլի նույն պատկերը, մենք էլ մեր հայաքվեի խմբով
վերջերս եղանք Ստեփանավանի ու մեր Արավերդու տարեսների։ Հայաքվեից եք։ Հա, ես Հայաքվեից եմ։ Հա, Հայաքվե խորհրդի անդամ եմ։ Այ Բաշուտ ասեր, ես Հայաքվեում լիքը ընկերներ ունեմ։ Հա։ Իրար հետ ճանապարհ ենք անցել, ամենք ոնց չենք հանդիպել այս սրբազան շարժման շրջանակում։ Ես ակտիվ եմ եղել սրբազան շարժման ժամանակ։ Քայլել եմ մինչև Կիրանցից Երևան։ Իմ այսպես ասեմ, ուսանողական առաջի տարիներից ընկերը 26-27 տարվա իմ ընկերը Մենոան Մոնյանը։ Հա, Մենոան մեր ոնց չէ, Մենոան մեր շատ հարազատ ընկերն է, ասեմ ավելին, հիմա մենք ուր որ գնում ենք Սոֆիկ տատի տուն, Մենոան Սոֆիկ տատի տանը հյուրընկալվել է նաև, մենք շատ սիրուն ժամանակ ենք անցկացրել Սոֆիկ տատի այդ բացօթյա տաղավարում, կարելի ասել։ Մենոա Ռոմանջան ձայն չանես, ուղղակի ուզում եմ ճշտեմ ինքս վրա, թե չեմ։ Բարև մենու։ Բարև հազար բարի, աղբետ ջան։ Լորվա բարբարով քեզ մենու են ասում, չէ՞, մենուա չեն ասում։ Ոնց է Սողոմոնյան։ Բարբարը, չէ, դու ուղղակի հարազատներն են տենց ասում։ Դե հիմա լավ, ես չգիտեմ, հիմա հարազատ չեմ, այդ չի հարցը։ Աղբետ ջան։ Մեքենայի մեջ էր հիշեցի քեզ պարզապես։ Ոնց են տնեցիք լետ ասա։ Հա, ես քեզ միշտ եմ հիշում։ Լավ, ցավը տանեմ, դու ոնց եք, աղբետ ջան, ամեն ինչ լավ է։ Լավ, նորմալ է։ Տնեցիք լավ են, նորմալ է ամեն ինչ։ Ասի Երևան կենտրոն տեղ եմ, եթե հավես ունենայր, գայր միած սուրճ խմենք իրար հետ։ Երկու բան կար խոսալ։ Չէ, Երևան կարող է վաղը գամ, չգիտեմ, այսօր։ Լորի կարող է գյուղ ես գնացել, այդ տղա։ Չէ, հələ Վանաձորում եմ, ես Վանաձորում եմ։ Հասկացա։ Ինչ կա։ Հեչ, ասում եմ հատ կոֆե խմեմ, լավ, երբ կվերադառնաս Երևան։ Երևան կվերադառնամ վաղը։ Վաղը։ Ուրեմն վաղը առիթ լինի կզանգեմ քեզ մի հատ հանդիպենք։ Սիրով։ Դե բարևներ։ Կապի մեջ։ Տենտ կաց։ Ռոման, ստգա։ Ոնց անենք։ Դե շատ լավ է, կկանչենք, Իրանը կհրավիրենք։ Ոնց եք։ Ինչ եք անում բա։ Քուրը աղբեր եք։ Անունդ ինչ է։ Ակո անունը։ Այ Ազնիվ ջան, ես ինձ սիրուն բալիկ ես դու։ Ինձ սիրուն աչքեր ունես։ Որ դասարան ես սովորում դու։ Առաջի արձանը ես էլ 5-րդ։ Ինքը առաջին, դու 5-րդ։ Լավ եք սովորում։ Բայց հիմա արձակուրդ է, չէ։ Վայելում եք։ Ինչ եք անում ամբողջ օրը։ Խաղում եք։ Ինչ եք խաղում։ Տապանուկի։ Էլ։ Ատյանքշում։ Այցանիվ ես քշում։ Այսօր եք գնում։ Ձեր տուն եք գնում, դե ձեզ բարի ժամանց։ Ինչ համով երեխա է։ Բայց sense շադրությամբ հետևում էր։ Մենք շարունակում ենք, չէ՞, ուղիղ։ Չէ, մենք հասել ենք։ Հասել ենք։ Էսա։ Տատի բան կանենք, որ երկու ավտոներ տեղավորվի։ Կանես ճամփիներ կանգնի, մենք հետո ավտոները կտեղավորենք։ Այստեղ կանգնենք։ Ծանոթացեք Աբրահամի հետ։ Դուք քերին եք։ Բարև տատի ջան։ Իմ անունը Աբրահամ է։ Ուրախ ենք։ Մենք այսօր եկել ենք Ռոմանին պատահական հանդիպեցինք Ալավերդիում։ Մեզ ասեց, որ
ինքը այս գյուղից է, մենք ալավերդիպտի մնայինք, մի նախագիծ ենք իրականացնում, մեր հայրենակիցներից ցանկացածի դուրը ծեծում ենք, ասում ենք մի ամբողջ օր հետդ ենք անցկացնելու, այգում օգնելու, չգիտեմ, զրուցելու, այս անելու, այդ անելու, Ռոմանը մեզ առաջարկեց, ասեց, որ բարձրանանք, մենք շքախմբով ենք եկել, իմ երեխեքին էլ են բերել, իմ ընկերներին էլ են բերել, եկել ենք, մեզ կընդունեք, չէ, տատի ջան։ Մենուա ջան, ողջույն, ո՞նց ես։ Հազար բարի, լավ, Ռոման ջան, դու ո՞նց ես։ Լավ, ապրես։ Մենուա ջան, ինձ հետարքի է դու կարողա լոռու կողմերն ես։ Հա, Վանաձոր է, մախտեր ջան հենց։ Վանաձոր ես։ Քեզ որ հրավիր ենք Կաճաշկուտ, կգաս։ Վանաձորից Կաճաշկուտ կգաս։ Մի փոքր գործ ունեմ, հեսա վերջացնեմ, երևի մոտ մի ժամ ու կեսի գործ է։ Ռոման ջան, այդ ժամանակ, ինչ կա բա, ինչ բան է։ Նայ, ես մի Կաճաշկուտ եմ, մենք ես Սոֆիկ տատի մոտ ենք, դու եթե կհիշես, մենք ստե արդեն եղել ենք, մի անգամ հաց ենք կերի արքուրի հետ, ու ուզում նույնը կրկնենք։ Հա, եթե դեմ շատ լավ, մեծ սիրով, մեկ էլ պետք է խնդրեմ Սանահինից աղջկաս հետդ բերես, Անահիտ ինքո հետ բերես, Մենուա ջան։ Սիրով, ախպեր ջան, սիրով ցավդ տալեմ, ապակի մի ժամից մոտավորապես ժամ ու կեսից կարամ դուրս գամ, նորմալ է։ խնդիր։ Քանի թոռ ունես տատի։ Շատ ունեմ։ Ինչքան։ Շատ ինչքան։ 10 պլյուս է, 10 անց է։ Աստված բայր։ 20 հատ Էրմին Պաքսից։ Ին որ լենինական Ավետերսյանների։ Ահա, հա։ Այն հարսը իմ աղթու։ Բայ։ Դեմյակոյի ոչ կազը։ 2016 թիվ։ 15։ 15։ Ինչ է Չէ, կարծեմ 16, 15 թե 16 է, 15։ Հա, ես հիշում եմ այն վերջ երեխեն, որ մնացել էր, այն ամբողջ երկիրը լաց էր լինում ու սրտատրոփ էսպես սպասում էր, որ երեխու սրտի զարկերը շարունակվեն, բայց ես այդ ժամանակ եթերում էի, հիշում եմ, մի պահ եկավ, որ 3 օր, եթե չեմ սխալվում, հունվարի 13-ին էր։ Հա, 5 նոր տարում, 5 նոր տարվա օրն էր։ Տոնածառը դեր սարքած։ 5 նոր տարուն էր, ես եթերում էի, հիշում եմ, 12-ին երևի, 13 մինչև 14-ը սպասում էինք փոքրի ռեանիմացիան էր, որովհետև ես մենակ եմ հիշում, որ եթերում էի, ուղիղ եթերում էի, իմ ականջի մեջ ռեժիսորը ասաց, որ բան եմ ասելու, չխառնվես, այդ լարված պատկերացրեք տագնապի մեջ ինչ վիճակում էինք, այսպես ասաց, որ երեխեն մահացել է ու սենց որ եթերում ես չգիտեմ ինչ ոնց զսպեցի ինձ, չկարողացա էլ զսպել։ Աստորեն քո թորն ա եղել, նողորմի իրան։ Ռոման ջան, նայ օրինակ ընդհանուր այս վախի մթնոլորտի մասին խոսում ենք, սովորաբար որ երկրներին է դա բնորոշ, որոնք ունեն ավտորիտար հավանդույթներ եւ ավտորիտար պրակտիկա, այսինքն մենք տարբեր մարզերով շրջում ենք ման ենք գալիս, մարդկանց պետք է գիտես ինչ բան է նստված կա, այն ինչ որ քիչ առաջ ասում էիր, ասում է
Ես ոչինչ, ջանդամ ասում։ Երեխեքից թորներից չկապեմ։ Որտեղ գիտեն, եթե մեկը փոքր, գյուղում ինչ բիզնես դերում, մի հատ խանութ լավագույն դեպքում։ Խանութի պարունակությունն էլ է հարցը, շաբաթը մեկ հազիվ թարմացնի կամ չէ։ Կամ հարկային են ուղարկելու, ասել են մի հատ գրի։ Մի բան գրի, կապ չունի։ Այնքան որ վատություն անում, էլի, թե չէ ինչ գյուղի խանութից ինչ պիտի բան անում, էլի։ Կամ չգիտեմ, նեղ են, կամ եթե հողի հետ կապված խնդիրներ ստեղծեն, չլուծեն այդ խնդիրները, հարկեր, պարտավորություններ չի, այսպես բաներ են անում։ Այսինքն շատ մենք խոսակցական մասում չէ, մելեշ բան է, շատ մանր, շատ փոքր, փոքրոքության դրսևորումներ են, էլի այդ ամեն ինչ։ Ինձ չի էլի, որ եթե դու Պողոսին ես ընտրում, ես Մարտիրոսին եմ ընտրում, որ իրար հետ թշնաման անում, այս վատավանդույթն է ձևավորվել մեր մեջ։ Անարդ, եթե դու ուզում ես առաջնորդվես ոչ թե վարկածներով, ոչ թե կարծիքներով, այլ քո համոզումով, քո համոզումը ինչ է, մտնեմ X, Y, չգիտեմ ինչ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագիրը, տեսնեմ որն ամենահոգեհարազատ ինձ, կամ որն ամենաիրատեսականը, ու գնամ իր հետևից, բայց հիմա այդպես բան չկա։ Մենք մի հետազոտություն էինք արել, ես ասում եմ 2013 թիվ կարծեմ, հա, ու այդ հետազոտությունը հրապարակվեց Լեհաստանի պետական համալսարանի քաղաքացիական ու միջազգային իրավունքի նվիրված ժուրնալ։ Աբրահամն եք։ Այո։ Շատ ուրախ եմ, ուրախ եմ։ Միսը դիկուխնում է ու արի շփվենք արդեն։ Ուրեմն այս հետազոտությունը ինչ էր պարզել։ Մարդիկ ինչ սկզբունքներով են ընտրում տեխնացուն։ Կամ որ սկզբունքն են ընկած քո գիտակցված ընտրության հիմքում։ Ուրեմն հարցվածների բացառապես 1.5% ասեց կուսակցության գաղափարախոսությունը կամ ծրագիրը։ Մենակ 1.5%։ Այո։ Այդ ցավը դա տխուր թիվ է, հիմա մեծ հաշվով, եթե ես վերջին ընտրությունների ընթացքում պայմանավորված ես այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ թեմայով եւ այլն։ Եթե մարդկանց հետաքրքրությունը մի քիչ ավելացել է, որ տեսնեն, որ ուժի ինչ է առաջարկում կամ ինչպես է դիտարկում, էլի։ Օրինակ, պատերազմի անվտանգության չգիտեմ ինչի հարցը, այդ ժամանակ այս 15 տարվա բանը, 13-14 տարվա։ Մեկը ասում էր, չգիտեմ, մեկի մորոքնատուրս կա նույնիսկ։ Անձնական հատկանիշները, ճանաչելիությունը, հեղինակությունը, չգիտեմ ինչի, իսկ այն հիմքը, որի հիման վրա պետք է այս երկիրը զարգանա։ Վերջում ինչ է կուսակցություններն են, քաղաքական համակարգի այն կարևոր ինստիտուտները, որոնք մտնում են ընտրությունների մեջ, ընտրությունների միջոցով ձևավորվում է իշխանությունը։ Այսինքն այդ դեմոկրատական խաղ կոչեցյալը, դեմոկրատիա կոչեցյալը, ընտրությունների հիմքով է կազմվում։ Հիմա եթե ընտրությունը դու ինչպես պիտի կատարես, եթե պիտի խնամի ծանոթ բարեկամով լինի ու ոչ մի տակը բան չլինի, շատ հասարակ բան գյուղում ինչ պիտի փոխվի, ոչ մի բան չի փոխվի։ Այսինքն եթե մարդը ինքը միայն պիտի համակրանքով կամ հակակրանքով դատի, սրան սիրում եմ, սիրան չեն սիրում։ Օրինակ իր համայնքում ինչ պիտի փոխվի։ Պետք է բարձ բացատրել, այ օրինակ, օրինակ, հիմա այսքան գնում ենք գյուղեր, մարդկանց զգուշացնում ես այսպես կոչված միջանցքի մասին։ Ինքը չի կարողանում հասկանալ, մինչև իրեն բարձ չասես, գիտես ինչ։ Այս հիմա որ դու նստել ես ապրում ես, այս թեմայի շարունակության դեպքում քո կողքը գալու են ադրբեջանցիները ապրեն։ Առաջի ռեակցիան լինելու է սուտա, չի կարա նման բան լինի, ինչու, որովհետև ինքը չի հավատալու, բայց այդ մարդիկ չէ որ տասնամյակներով աշխատում են դրա վրա, հատկապես այս պատերազմից հետո լուրջ խնդիր է դարձել։ Հիմա օրինակ Սոֆիկ տատին ասենք, տատի, դու համաձայն կլինես կողքդ գան ադրբեջանցիներ ապրեն։ Համաձայն չես լինի։ Ինչի՞։ Դե առաջապրեինք, բայց մի դե ավելի թշնամի են դառնում, ինչ են արի, Այն ժամանակ եթե տարիներ է տևած, ասենք
100 տարի օրինակ, մինչև հասել են դրան ու արդեն սկսել կոտորել։ Հիմա արդեն շատ արագ կազմակերպեն։ Ու թող ոչ մեկ չասի տենց չի լինելու, էլի 1980 վայր ջան։ Ասենք շատ մեծ թվականակը գալու է, այդ թվականակը սպասարկող իրավապահներ եւ այլն ներդրվելու են ու դրա դեմ պայքարել արդեն հնարավոր չի լինելու։ Հիմի հնարավոր չի, իրանք փաստացի չեն գալու։ Այն դեպքում ո՞նց անելու նա։ 94 թվականի հրադադարը որ ստորագրվել է, դրանից հետո սկսվել են բանակցությունները։ Ճիշտ է։ Երկար ժամանակ բանակցություններ էին, որին մասնակցում էին Հայաստանն էլ, Արցախն էլ, Ադրբեջանն էլ։ Այդ բանակցությունների ժամանակ արդեն իրանք այդ հարցը դնում են։ Տեսեք 94 թվից բանակցությունների ժամանակ ուղղակի հարց էին դնում։ Դե պատկերացրեք, մենք պատերազմից մի քանի տարի անց է, ու մենք պատրաստվում ենք այդ հարցը հանենք։ Մենք մեր Արցախ տեղափոխվելու մեր բնակիչներին Արցախ տանելու հարցը մենք պատրաստվում ենք անենք։ Դա դաժե որպես պետություն, դաժե վիրավորական է, ասենք, այդ պետական ինստիտուտը, հիմա պետք է վիրավորական լինի։ Լավ դե։ Այդտենց։ Ես դու չեր հավատում։ Աշկերիդ չես հավատում։ Լամի չի։ Բա, գիտես։ Հա, ես դե։ Կաչաչկուտում։ Հիս։ Դու ասա։ Բա, Ռոմանենց մոտ ենք եկել։ Աբրահամ Գասպարյանին պատահաբար ոչ իմ նախաձեռնությամբ տեսնում եմ որտեղ կաճաճկուտ գյուղ։ Ես Ռոմանին ասեցի, ասի կարողա զանգես մենուային կա, բայց քեզ չասի։ Դրա հետ կապված այնա զանգեց, դու որ ասում ես, հա, կգամ տենց։ Ես կողքը լսում էի, նորմալ լսում էի։ Դու զանգել ես ասես Երևան, ես գյուղական։ Դե հա բասուրճ է ուզում խմել, էլի հետը։ Բա Երևանում լինեի, ասի Երևանի կենտրոնում եմ։ Ուզում եմ սուրճ խմեմ հետը, մտքով էի Երևանի կենտրոնում։ Ֆիզիկապես էստեղ էի ես։ Լսի, ես վերջի տեղը որ եղել եմ, Աքորիում եմ եղել։ Վերջի տեղը էդ է եղել, ստեղ չի եկել։ Հայկաս պապը այն հնուց եկած ջահել ժամանակներից գյուղը ինչ պաշտոն ելել է, պաշտոն որ կոչվել է, ինքը զբաղացրել է։ Երևի հաշվապահ կամ հաշվետարից սկսած, հաշվապահ կամ հաշվետարից սկսել է, կոլխոզի նախագահ, սովխոզ կամ գյուղսովետի նախագահ, հետո գյուղապետ։ Դու ինչ երկրի հեռանկար ես տեսնում Հայաստանին, ինչ հեռանկար է Հայաստանը։ Դե գիտես ինչ, ես ասեմ ինչ, իմ հասկացողությամբ այս անկարգությունը, որ կա իրար հայհոյելով, իրար չհարգելով, ընդդիմությունն իր հերթին, իշխանությունն իր հերթին, դա մեր հայ ազգին կործանումը հենց դա է, դրսի թշնամին այդքան թշնամի չի, ինչքան մենք մեր մեջ։ Ես այդտենց եմ գլխիում։
շատը հայության ստեղը գյուղում է։ Քաղաքում մարդիկ մի պլաշատկի վրա մարդիկ իրեք չեն բարևում։ Ապրում են տասնյակ տարի, վերջին բանը չեն ճանաչում իրենք ովքեր են։ Հասկանում եք, դրա համար ճիշտ ստեղը, մաքրությունը ստեղը մենք վայելում ենք այդ բանը։ Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք ստեղ ապրում եք, ու դուք այդքան լավն եք ձեր համար։ Մենք շնորհակալ այսօր Էմրասմա շահով։ Ճիշտ է, կանաչ վիթխանի ուզենու տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին նստած, ժամ կազմած, քեֆ լինանում եւ ուրախանում մեր հսկա պապերն ու մեր հայրերը։ Եվ զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ համադեմ տեղերն ոլորեց, նրա հետ վերցրին լիք բաժակները բոլոր մեծերը, մեզ օրնեցին։ Մեծ ցավ եմ ապրում, որ դպրոցն է փակվելու։ Ես ամենևին կողմ չեմ նրան, որ դպրոցը որպես սոցիալական միջոց նկատենք, որ դե 20 աշակերտ 20 ուսուցիչ աշխատի։ Ես դեմ եմ նրան, որ ինքը ունի պոտենցիալ գյուղատնտեսության զարգացման, պետությունը գյուղնախարարությունն է փակում, մշակույթի նախարարությունն է փակում, ես փակելը շատ հեշտ է, դրա վերաբացումը, ինչպես 19 թվին եղավ Ալավերդու հսկա պղանձաձուլարանի փակումը, չկա աշակերտ, չկա, այսինքն ով որ ունի, ասենք, լավ աշխատանք, լավ հնարավորություն, իրանց երեխաներին Երևանում կամ այլ պետությունում, այսինքն դատարկ ինչ անեն 300,000 թիվ նահանջում անընդհատ։ Վերեն ստեղ բնակես լինելու։ Դրա համար պետքա շատ կոնկրետ քայլեր, փոփոխություններ լինեն եւ չփակվի դպրոցը ու միջոցներ ձեռնարկվի, որպեսզի ունենք գյուղում մեծ թիվ են կազմում ընտանիք չկազմած տղաները, երիտասարդները, որի պատճառը միայն սոցիալական է։ Մարդիկ սոցիալական պատճառով եւս ընտանիք չեն ձևավորել։ Պետք է պետությունը աճակից լինի, սատար կանգնի եւ գյուղերը չդատարկվեն։ Ամենամեծ հնարավորությունը քաղաքակիրթ ընտրությունների միջոցով ցանկությունները, երազանքները իրականացնելու ուղղված ընտրությունների միջոցով կամքը արտահայտելն է։ Կա տրամադրվածություն ընդհանուր այս խնդիրների մասին, որ խոսում ենք, լուրջ խնդիր, ծանրակշիռ խնդիրներ, այսինքն անասնապահության մասին են խոսում, գյուղատնտեսության մասին, կրթության մասին, ասեմ ոչ մի բան չկա։ Կան ընդամենը խոսքեր, կան խոստումներ թղթի վրա, կամ բարձրագոչ ինչ-որ հայտարարություններ, Խոստումներ, ու կիլոմետրերով ասֆալտի խոստումներ։ Հիմա այս ամբողջին վերջ տալու կամ լուծում տալու կամք ունի գյուղը, ի վերջո, գոնե նվազագույնը այս ընտրություններին մասնակցել։ Կոպիտ ասած նեղ շրջանակներում բողոքելու փոխարեն ռեալ շանս ունենք, շատ լավ հնարավորություն ունենք ընտրության միջոցով մեր ներդրումը ունենանք այդ կառավարմանը այս ներկա իրավիճակին ոչ ասելու գործում էլի։ Ես կուզեի մարդը ինքը իր միջավայրը մի հատ մոնիտորինգ աներ։ Պայմանական ինչ ուներ, ինչ էր լսում մի ցիկլ առաջ, այսինքն մի փուլ առաջ, ինչ էր լսում, լսել է այս բաները հաստատ հիշում է։ Ինչ ունի այսօր, ինչի հաշվի ունի այդ ամեն ինչը։ Ու եթե այդ ամեն ինչը իր համար ընդունելի է, գնա ասի հա լավ է որ սենց է։ Իսկ եթե դա իր համար ընդունելի չի, առավել եւս, գնա ու ասի որ սա իմ համար ընդունելի չի։ Ու ինձ ավելին է պետք։ Իր պահանջը, այդ իր այն 15 րոպեանոց մասնակցությունով ընտրություններին, իր պահանջը դրանով դնի։ Որ ամսի 8-ից հետո այն 4 տարվա ընթացքում անընդհատ այն մեր ասած հայելու առաջին չկանի ասի անընդհատ ինքն իրանից չբողոքի էլի։ Տարիքով ավելի փոքր երիտասարդներին կուզենամ կոչ անեմ, որ քաղաքականությամբ զբաղվելը ամոթ չի։
կներեկարտահայտությանս համար Զապատլոչի քաղաքականությամբ հետաքրքրվելը անհրաժեշտություն է, կենսական անհրաժեշտություն է։ Ես դա ուշ եմ հասկացել։ Մի քանի օր առաջ Ռոմանի հետ խոսում ենք, ինքը ասում էր, որ դպրոցական տարիքում միշտ ազգային ժողովի հանդիպումները միացնում էր ու նայում էր, ես երբեք չեմ հետաքրքրվել, երբեք, ինձ համար դա շատ ձանձրալի էր, երբեք չեմ հետաքրքրվել, ինձ կողքից ասողել չի եղել, որ պետք է։ Ծանոթացի։ Հա, ծանոթացի, որովհետև վաղը այդ ազգային ժողովում ներկայացուցիչին դու ես ընտրելու, դու հնարավորություն ես ունենալու ընտրելու։ Ես կուզենամ, որ այս տարիքից երեխեքը հետաքրքրվեն քաղաքականությամբ, հետաքրքրվեն ազգային ժողովով, հետաքրքրեն ընտրություններով, որովհետև այն ինչ որ մենք հիմա ուզում ենք անենք, մենք ձեր համար ենք անում ու հետո այդ նույնը դուք անելու եք ձեր համար ու ձեր սերունդների համար։ Համ ճանապարհները սարքվի, համ ասենք տրանսպորտ կապ չունի գյուղում, շատ երեխա կա, քիչ երեխա կա, պետք է այդ ճանապարհները ոնց քաղաք է օրինակ, կես ժամ մեկ օրինակ տրանսպորտ կա, գյուղի համար կան օրինակ կես ժամ, 1 ժամը մեկ լինի, այնքանով որ ժողովրդին հարմարելի, որ ժողովուրդը չմտածի, որ այսօր հաց է կառնելու, ոնց անենք, որ օրինակ կամ շուտ գնանք առնենք, կամ սպասենք մի օրը գա, որ նոր գնանք քաղաքից հաց առնենք, ասենք։ Այդ հարցը պետք է լուծվի, որ ասենք, եսիմ հիմա միգվա ասենք մեծ խնդիրները դրանք են, էլի, ճանապարհները, այնտեղ դպրոցները պետք է որ կապ չունի, դպրոցում սովորում են, շատ մարդ է սովորում, քիչ մարդ է սովորում, պետք է դպրոցները վերանորոգվեն, որ երեխաներն գան հաճույքով սովորեն, ոչ թե գան սպասեն թե օրինակ 45 րոպեն անց գնա, որ գնան իրանց տուն։ Գևորգը հիմա 11-ա փոխվում, բոլոր բնագիտական առարկաները բարձր գնահատականներ են, 9+, իսկ հումանիտարները սրանց զուգահեռ 10-ով է փակվում։ Հա, այն էլ շատ բարդ դպրոցում եւ շատ որակյալ կրթական համակարգ ունեցող դպրոցում։ Եվ դու ինչ խորհուրդ կտաս օրինակ անհայտ այդ տարիքում եղել ես։ Ես բոլոր ոլորտներում եմ փորձել եմ ինձ եւ ֆիզիկա, մաթեմատիկական եւ տնտեսագիտական եւ հումանիտար եւ քիմիական ու հասկացել եմ, որ ոչ միայն բանն է, այսինքն ուզելով է, այլև ընդունակությունով է, օրինակ տնտեսագիտական ինձ տրված չի, օրինակ այդ առարկաները շատ լավ իմանալ, վերջում հասկացա նրան, որ բնագիտական առարկաները շատ հեշտ են տրվում ու այսինքն ամեն համդուր են ինձ գալիս բազմաթիվ այսինքն տարբեր բնագիտական առարկաներից խնդիրներ լուծելու նաև տեսական նյութը շատ հաճույքով էի սովորում։ Դու քո ապագան գյուղում տեսնում ես ու ինչ երազանք ունես։ Չէ երևի, որովհետև գյուղում այդքան գիտելիք չեն տալի, ինչքան ասենք այլ երկրում կամ կոնկրետ Երևանում, ավելի շատ կուզեի քաղաքում գիտելիք ստանայի, կրթություն ստանայի։ Նպատակդ ո՞րն է, մեծագույն նպատակդ։ Չկորցնել շրջապատս կամ էլ նեն շրջապատ ձեռք բերեմ, որ լինեն խելացի մարդիկ ու նենց մարդիկ, որոնք որ կարան ինձ ինչ-որ ավելի ինֆորմացիա տան։ Շատ հաճելի է, որ շատ հաճելի սկսեցին, շատ հավես է, շատ տրամադրող է։ Տնեցիկ շատ հյուրընկալ էին Սոֆիկ տատիկը։ Կերի Սամվելը, երեխեքը, ուզիսար շատները, իմ հորդորն է պարզապես, աղաքի շպուցյալ այցելել ջրել, իրական Հայաստանից է։ Հանգստանանք, կաղ արդեն մեր կամետարդարնենք Երևան, այնպես որ կհանդիպենք արդեն մեր հաջորդ կանգառում լինելի է ավելի շատ Նախիջևանի սահմանին մեջ, որտեղ, որ գյուղում, որ համայնքում, կայում այնպես որ ինձ եք և բարի գիշեր։